Հիմա գնացել ենք ԿՊ-ական падգամավոր, ենթադրենք Ալխաս Ղազարյանի մոտ։ Որտեղ որ ասում են ԿՊ սա պատկերացնում են Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչյան, չէ՞, ամեն մեկը մի խուլիգանություն արել, այդպես ճանաչում են։ Ասենք ենթադրենք Ալխաս Ղազարյանը, որը ոչ մի խուլիգանություն չի արել։ Դե ձեր կուրսեցիներն էլի պաշտպանում եք։ Հա, էլի դա ինչ պիտի անեն։ Հովանավորչությունը, կոռուպցիայի ձև։ Հիմա եթե մենք Ալխասին ասում ենք Ալխաս ջան, դու падգամավոր ես ոնց որ ես, չէ՞։ Դու հաստատել ես կառավարության գործունեության ծրագիրը։ Կառավարության գործունեության ծրագրում գրած է, որ ԵՀԿ Մինսկի խումբը պետք է լինի կարևորագույն գործոն ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովման համար։ Հիմա դու ունես վարչապետ, որ ասում է ԵՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի։ Այսինքն հակասում է իր գործունեության ծրագրին, որը դու որպես ԿՊ-ի падգամավոր հաստատել ես։ Բայց հիմա քո համար ընդունել է, այսի նորմալ ես համարում դու։ Եվ դա պետք է լինի հրապարակ, այսինքն Ալխաս Ղազարյանը պետք է ասի գիտես ինչ, սիրելի ժողովուրդ, սիրելի նախաձեռնության հեղինակ, քո ասածը օրինական է, սահմանադրական է, բայց իմացի, այդ նույն մարդը, որ խախտել է մեր սահմանադրությունը, ազգային պետական շահերը, այս ինչին ասել է նա падգամավոր այն էլ բանկ ունի, ինձի վարկ են տվել, ես գնացել եմ մի հատ տուն եմ առել, տունը ռեմոնտ ամիսը 1 միլիոն փող եմ ստանում, ախպերս էլ մարդունից եկել այս տունը ապրում է, մենք իրար հետ ապրում ենք, հմեկից էլ ուղարկում են, մեզ նկարում են, ցույց են տալի, ասես մենք մեր համար տունը սարքել ենք, նստել ենք, ապրում ենք, մեր համար էլ պետություն, падգամավոր, այս ինձ համար փեշակ է, օդից ես փող եմ բռնել, ախպեր, դու ինձ որպես падգամավոր, հիմա ասեմ սիրելի ժողովուրդ, տեսակ ես Ալխաս ինչա խոսում։ Ալխասը ներկայացնում է մեզ բոլորիս։